Երեկոյան վլոգը մի փոքր տարբերվող է ինձ թվում է լինելու, որովհետև այսպես մտածում էի վլոգ տեղադրեմ, չտեղադրեմ, իդեպ ետևի ֆոնի ժամացույցին ուշադրություն մի դարձրեք, որովհետև միշտ ետ են գնում կամ առաջ, երեկոյան ժամը բոլորը քնած են, ու այսպես դիմահարդարումս մաքրեցի, որոշեցի մինչև գնալ քնելը մի փոքր զրուցեմ, այսպես մտքերով գնացի, հասա անկեղծ կհայտնվենք, ասեն, սկսվեց տխուր չեմ, ինչ-որ բան չի պատահել, հոգնածոր է եղել, ծանրաբեռնված, որ մի տոկոս է մնացել ընդամենը տանը, որ վերջանա, կարծես ոչինչ, ոչ մի տեղափոխություն, ոչ մի բան չի եղել, շատ չնչին մի տոկոսն է մնացել, դա ընթացքում օրինակ արդեն այնպիսի գործեր է, որ Արտուրը պետք է անի, բայց իրեն էլ եմ փորձում հասկանալ, մեկ հասկանում եմ, մեկ նեղանում եմ, մեկ շտապում եմ, բայց մեկ էլ հասկանում եմ, որ հա մարդ է, ռոբոտ չէ, ու իր աշխատանքից հետո էլ հոգնում է նորից շինարարական ինչ-որ բաներ անել, բայց դե, ինչ էի խոսում, այսօր այնքան սիրտս խոցվեց ու ինձ շատ հարազատ, իհարկե սպայն հատուկ չեմ նշելու անունը, որովհետև կան բաներ, որ մարդկանց դուր չեն գա, որպեսզի դիմացինը ասի ու հանրայնացնի, ուղղակի այսպես գլոբալ, որ խորը վերածում ես, հասկանում ես, որ մի փոքր մասնիկ քո կյանքից էլ կա այդ ամենից, որովհետև օրինակ ինչ-որ խոսակցություն գնաց, հենց մեկը YouTube-ի մասին է վերաբերվում, հարկերիներս այնքան ցավալի է, որ օրվա մեջ դու փորձում ես այնպես անել, որ վլոգը դիտումներ հավաքի, միանան, նշում ես, որ եթե հնարավոր է, ապա բաժանորդագրվեք, միացեք, իհարկե, ես իմ անունից խոսեմ, կոնկրետ իմ առօրյան, ամենասովորական առօրյան է, այստեղ չկա ամեն օր ճամփորդություն, տեղ գնալ եւ այլն, որովհետեւ այս շրջանում մեր մոտ տան տեղափոխվելու խնդիրն է, ովքեր ապրում են դրսում, մասնավորապես հիմա Եվրոպայում, գիտեն, այստեղ տուն գտնելն ինչ դժվար է, ես կասեի անհավանական, գները շատ թանկ են, մենք այս տունը գրեթե 25% ավել ենք վճարում նախորդ տնից, բայց փառք Աստծո, իսկապես փառք Աստծո, որ սա էլ գտանք մեր ուժերով մասնակի տանտեր եւ մեր ուժերով վերանորոգեցինք, որովհետեւ կահավորում ու ամեն բան մենք ենք արել, մնացած այսպես կոսմետիկ վերանորոգումը տան տերն է կատարել եւ խոհանոց գումարած տեխնիկան, բայց տեխնիկայից շատ բաներ ես թողեցի, որովհետեւ ես ինքս ունեի սառնարան, գազօջախ, վիտրո, բայց քանի որ նոր տանը կար, թողեցի իմ եղածը, դուրս եկա, ինչ եմ ուզում ասել, ու այնքան մի տեսակ նեղվում ես, որ երբ որ դու դա պարտավորություն չի քավլիցի, ով կցանկանա կբաժանորդագրվի, ով էլ ոչ, բայց այնքան փորձում ես բոլոր մեկնաբանություններին պատասխանել, սիրով ես լինում, եթե բաց ես թողնում, փորձում ես հաջորդ օրերին, լինում են, որ բաց ես թողնում ոչ քո կամքով, այլ այսպես մի քանի օր հետո է գրվում, քո մոտ արդեն խառնվում է, ցույց չի տալիս, հետևաբար ես չեմ կարող 2-3 օրվա նամակների պատասխանել, որտեղ նամակներ կան, լինում են մոտ 50-ից ավել գրված մեկնաբանություններ, դու պատասխանում ես, գումարվում դառնում է 100 եւ ավել ու չես կարող այդքանին բոլորին պատասխանել, բայց հիմնականում փորձում եմ ուշադրություն, երբ որ ինձ այդ ուշադրությունը հատկացնում է, ես փորձում եմ փոխադարձը ձեզ տալ, որովհետև այդպես է ճիշտ, բայց այնքան օրինակ Facebook հարթակում կա գրեթե 7-8 հազար հետևորդ, իհարկե դա խոհարարական ալիքից են հավաքվել, այդտեղ մարդիկ միգուցե իրենց հետաքրքիր չէ, բայց երբ որ նշում ես, որ կխնդրեի բաժանորդագրվել, միանալ իմ ալիքին, վարում եմ YouTube ալիք, որտեղ որ վլոգներ եմ, փորձում ես առօրյադ կիսվել, մտածում ես հաճելի կլինի, ու մեկ էլ չկա, ուղղակի դիտում չկա, դիտումից բացի խնդրում ես բաժանորդագրվել, կարդում են նամակը, տեսնում են գրվածդ, միևնույն է, ոչ մի զրո արձագանք,
ասում ես լավ, դե մարդկանց չես կարող պարտադրել, բայց մենք էլ տեսնում ես ինչ-որ մի հարթակում կլինի, TikTok-ում ընդհանրապես ոչինչ չեմ տեղադրում, արդեն երկար ժամանակ է, եթե տեղադրում էի խոհարարական, բայց մենք էլ կտեսնես ինչ-որ անիմաստ, ոչինչ սովորեցնող, ուղղակի ծաղրանք, հեգնակ, այդպիսի տեսահոլովակ ու մարդիկ, անկեղծ եմ ասում, հարյուրավոր մեկնաբանություններ, հազարավոր լայքեր, ուզում ես ասել, լավ, ինչի համար, ուր ենք հասել, հա, ինչ-որ մի բանը կարևոր, եթե մտածես դա կարևոր է, լավ ասես լավ, բայց ոչ հումորային կոնտենտ է, ոչ ուսուցողական, բայց ուզում ես հասկանալ, լավ դժվար է այդ խնդրանքը, ուղղակի այստեղ սեղմել այդ կոճակը, որպեսզի բաժանորդագրվես, չէ որ դու դիտում ես, հետո երբ որ վլոգներ չես տեղադրում, մարդիկ ասում են, բա ուր եք, ինչու վլոգներ չկան, ինչու չեք տեղադրել, ախր գիտեք այդ վլոգներ նկարել, տեղադրելը, մոնտաժելը սովորական, մեկը հենց ինձանից ինչքան ժամանակ է խլում, կգտնվեք, ասեք, բայց քեզով է ասում տեղադրես, որ մի հատ էլ դժգոհես, կան մարդիկ կգտնվեն, կասեն, դե լավ, հա ինչ ես նկարում, որ ինչ էլ ուզում ես, մենք էլ փոխադարձ քեզ տանք, իմ կյանքը այսքանն է, սիրելիներս, ես չեմ կարող ինձ ավել շռայլություններ ցույց տալ, ինչ թե հավաքեմ դիտումներ, եթե կսիրեն, կդիտեն այսպես հասարակ, ես ձեզանից մեկն եմ, ասել եմ ու էլի կասեմ, բայց իսկապես ցավալի է, ու իսկապես ցավալի է, երբ որ նաև հարազատների կողմից աջակցություն չկա այդ առումով, այսինքն նախքան եւ ինձ չի վերաբերվում քավլիցի, բայց կա նկատել եմ այդպիսի բան, որ երբ որ դու վլոգներ ես սկսում նկարել, այսպես բոլորը անցնում են, չգիտեմ, մի կոպիտ բարկակետնի տակ, ոչ տեսնում են, ոչ քեզ նկատում են, բայց այսպես թաքնված ակաունտներով կարող են քեզ տեսնել, դիտել, քննարկել, մտածել, տեսեք ինչ լավ է ապրում, վայ սա է անում, վայ սա օրը խանութից սա է գնում, սա է, նայ, մյուսն է, այդտեղ մտածում ես, լավ, ձեզանից ինչ է գնում, որ ձեր սովորական ալիքներով կարող ես դիտել, չէ որ դա քո հարազատն է, օգնես իրեն, հա, դա նաև, չէ որ այդ դիտումներից նաև այդ մարդը չնչին քանակով կարող է նաև գումար աշխատել։ Ամենացավալին այն է, որ հենց այդ մարդիկ սպասում են, որ դու միշտ պետք է իրենց ինչ-որ բան ուղարկես, ծնունդ լինի, հարսանիք լինի, եւ այլն լինի, դու պետք է անես, ծնունդ լինի, պետք է անպայման շնորհավորես, այսպես մեկ քեզ հիշեմ բարևեմ, ցավալի է իսկապես, որ այդպիսի բաներ կան, բայց երբ որ հերթը հասնում է քեզ, երբ որ քո ծնունդն է, քո ընտանիքի անդամներից մեկին է, դու ապրում ես դրսում, դե լավ, հա, ասում են, դրսում է ապրում, հա, ինչի որ դրսում են ապրում, այստեղ շատ ներողություն, ինչ-որ տեղերում ծառերի վրա դոլարներ, եվրոներ ու ռուբլիներ են աճում, այնքան հետաքրքիր է, կարծում եմ, որ եթե դու այստեղ ես ապրում, գիտեք ինչքան դժվարությամբ քո հազվադեպ ինչ-որ մի բան քեզ կտրում ես, որպեսզի գոնե մինիմալ ապրելու պայմաններ ունենաս։ Գտնվում են մարդիկ, որ ասում են, Էլեն ջան, այդտեղ հարգելիներս, գիտեմ, Հայաստան ամենուրեք է դժվար, ամենուրեք, պետք է աշխատես, որ ունենաս, բայց եկեք ասեմ, որ եղել եմ Հայաստանում ամռանը ու հավատացեք, այդտեղ բոլորը մի դեմքով ուզում ես հասկանաս այդքան գումար բա որտեղից, եթե դուք ասում եք այդտեղ բոլորը վատ են ապրում, որտեղից այդքան գումար, որ բոլորի շրթունքները վիրահատված, քիթը վիրահատված, այտոսկրերը վիրահատված, ճակատը վիրահատված, շատ լավ հագնված, երևում է, հա, ու այսպես օպերայի հայաթում զբոսնում ենք, մեկ էլ չէ, կասկադի, սուրճ ցանկացանք, ոչ մի տեղ չգտանք,
Մենք էլ տեսնեմ սուրճ եմ վաճառում, ասացի լավ երևի այդտեղ համեղ է գնամ հետ կանգնեմ, եթե անկեղծ անունը չեմ էլ հիշում, եթե հասկացաք, որ կոֆե հաուսը չէր հաստատ, գնացի հետ կանգնեցի, Աստված, եթե չեմ սխալվում, գրեթե 20 րոպե հերթ եմ կանգնել ու մինչև հերթը հասավ ինձ գնացուցակն եմ նայում ինչ արժե, լավ, մենք եկել ենք Հայաստան, գիտենք, որ պետք է սա անենք, այսինքն պատրաստված ենք եկել, այդ պահի համար ինձ համար դա կարևոր չէր սուրճը արժեր 3000, 5000, թե 6000, բայց տեղի բնակչությունը, ուսանողները, կային աղջիկներ, որ հերթ կանգնեցին ու գնեցին երկու սուրճ, վճարեցին 10,000 դրամ, 10,000 դրամ, 10,000 դրամ, ես եթե աշխատում էի դեղատանը, այսինքն ես պետք է մեկ շաբաթ աշխատեի այն ժամանակ, լավ 12 տարի առաջ, որ 10,000 դրամ աշխատեի, լավ, թող մեկ շաբաթ չէ, 4 օր, ու այդտեղ ուզում եմ հասկանամ, հիմա դուք ինձ կասեք, որ Հայաստանում վատ են ապրում, իսկ եթե կասեք այնտեղ վարկեր են վերցնում հարգելիներս, իսկ ով է խնդրում, ում ենք ուզում ապացուցել, որ տեսեք մեր կյանքն ավելի լավն է, չէ, ինչ կա դրանով բավարարվեք, որ հետո այս ցինագնդիկի նման այդ խնդիրները չմեծանան մի վարկից մյուսը, երբ որ գնում ենք բան գումար մանրելու, այսինքն վերածելու թղթադրամի, տեսնում էի տղամարդ կին գալիս էին ու այսպես երևում էր հա քանակից, որ բավականին գումար է ու ասում էր Արտուր, այդ ինչ են անում, ասում էր երևի վարկերն են մուծում, տոկոսներն են մուծում, ես այսպես անկեղծ եմ ասում, ապշած եմ, ես օրինակ այստեղ ինձ կարող եմ թույլ տալ հենց եւ վաղը գնալ ու ինձ համար գնել ամենավերջի մոդելի iPhone-ը, ամենալավ պայուսակը, ամենաթանկարժեք կոշիկը ասալ ու ինձ համար միևնույն է, հա վաղը երեխաներս ինչ կանեն կամ թող դիմացինը տեսնի, որ ես լավ էլի ում եմ ինչ խապում, լավ դրսից մարկանց, բայց ինքս ինձ ու հետո այդ ցուցամոլությունը ինչի համար է սիրելիներս, անկեղծ չեմ հասկանում, իսկապես միգուցե շատ հին եմ, մեծ եմ, հին եմ, բայց իսկապես ուղեղումս չի տեղավորվում, հա, երբ դա մեր մեջից պետք է դուրս գալ, որ դիմացինի կարծիքով ապրելն ամենասխալն է, դու ուզում ես ոսկեզօծվեսել միջև մազերի ծայրից, ոտքերի ծայրը, միևնույն է դիմացինը, որ քեզ ուզում է տեսնել վատ կողմով, կտեսնի վատ կողմով, ունենաս iPhone, ունենաս, չգիտեմ, Armani, Dior եւ այլն, միևնույն է այդ մարդիկ քեզ տեղ են գտնելու, հեգնելու ու ծաղրելու, անկեղծ եմ ասում, բայց ինձ համար մեկ-մեկ մտածում եմ խոսեմ այդ թեմայի մասին, թե չէ, բայց երևի թե պետք է խոսել այդ մասին, ու այն մարդիկ Հայաստանում բնակվող, որ մտածում են դրսի ապրող հարազատները պարտավոր չեն, կարող են եւ անհրաժեշտության դեպքում, կարիքի դեպքում, ցանկության դեպքում կարող են ուղարկել, բայց այս կյանքում ոչինչ պարտավորված չէ, հարց եմ ուզում ուղղել, հա, այդ որ կետի կանոնի կետով է, որ դրսի հայերը պետք է նվերներ եւ այլն անեն, բայց Հայաստանում ապրող հայերը դրսի հայերի իրենց հարազատներին, ուշադիր լսեք հարազատներին, անգամ այդ ծնունդի օրը չեն էլ հիշում, 1-2 օր հետո կարող են զանգել ասել, վայ, զբաղված ենք դրա համար եւ այլն, լավ էլի, երբ մտնում ես տեսնում ես Facebook հարթակում կազմում պատրաստ են, ավելի լավ է որ լռեմ, բայց մեկ-մեկ պետք է խոսել, որ դիմացինը հասկանա, որ այս մարդը մի փոքր անխելք է, բայց ոչ այն աշճան, որ ոչինչ չի հասկանում, իսկապես այստեղ ապրողները միայն կփաստեն, որ
այստեղ կյանքը շատ դժվար է, ես չգիտեմ ինչու հետ չենք վերադառնում, եթե ինձ այսպես 10% հնարավորություն լիներ, ես ետ կգնայի շատ իմ երկիրը, որովհետև այս 12 տարիների ընթացքում ես չսովորեցի այստեղ ապրել այն դեպքում, որ երեխաներս ծնվեցին այստեղ, բայց ուղղակի Արտուրը արդեն այստեղ սովորել է ու այս պարագայում, որտեղ իմ ընտանիքն է, այդտեղ էլ նաև ես եմ ու արդեն երեխաներից մեկը սիրում է այստեղ ապրել, մեկը ոչինչ չի հասկանում դեռ այդ առումով, մյուսն ասում է ինձ համար միևնույն է, որովհետև Հայաստանում եղել է, զգացել է հարազատի շփումը ու այստեղ ամենադժվարը մենակ լինելն է, նամանավանդ եթե դու մենակ ես ապրում ու չկա այստեղ հարուստների այստեղ խոսքը չի գնում, դա ավելի դժվար է, խեղճ երեխաները չգիտեն ամեն օր ինչ անել, դպրոց, պարապմունք, տուն, դասեր եւ այլն ու վերջ, բայց այն հարազատի շփումը չկա, լավ հեռախոսով խոսելը կա, բայց դա նույնը չէ, ինչ որ գնաս, տեսնես, գրկախ առնվես, դուրս գաս, բոսնես, օրինակ ես որ գնացել էինք Հայաստան, երեխաներս հետ մեկ շաբաթը նորմալ չեմ տեսել, որովհետև հիմնականում շատը տարիքից տուն էին գնում ու ես այսպես մտածված էլ թողել եմ, որ գնային, որ տեսնեին, կարոտ նառնեին, որովհետև իրենց օրագրաչ առաջի անգամ էին տեսնում, մեծս 9 տարեկան էր լինում, Կրիստինաս 6 տարեկան է լինում, պատկերացրեք, դա երիկս 4 էր, ինչ եմ ուզում ասել, աղջիկներս, սիրելիներս, այստեղի ապրողներ ջան, փաստեք, համաձայն եք իմ հետ, թե չէ, այստեղ կյանքը շատ ավելի դժվար է, մեկ հավատացեք, որ չեմ ուզում գնալ աշխատանքի, ուզում եմ երեխաների հետ, ավելի հանգիստ, իմ տան գործերով, ոչ էլ մամայիս ծանրաբեռնեմ, բայց չի լինի, որովհետև ամբողջ ծանրությունը չեմ ուզում միայն թողնել Արտուրի վրա, բաներ կա ես եմ անում, շատ դե բնականաբար, այն որ 95%-ն անում է Արտուրը, 5%-ն անում եմ ես, ինչքան որ կարողանում եմ, ավել ժամերով չեմ կարող աշխատել, որովհետև երեխաներին այսպես ամբողջովին բացի թողի վիճակում կհայտնվի, տեղից խեղճ մաման անում է ամեն ինչ, ամեն բան, շատ ավելի, քան ես կարող եմ անել, իհարկե եթե չաշխատեի, բնականաբար ծանրությունը իր վրա չէր լինի, բայց այս պահին այդպես է, հետո ամեն բան իր տեղը կընկնի, երեխաները կմեծանան, ես այդպես եմ կարծում ամեն բան իր ժամանակին իր տեղը, այնպես որ շտապելը պետք չէ, ես շնորհակալ եմ նաև որ այստեղ մարդը իր աշխատանքն ունի, որովհետև այստեղ աշխատելն է շատ դժվար սիրելիներս, ընդհանրապես կյանքը բոլոր տեղերում է դժվար, բայց ովքեր որ ապրում են դրսում, նամանավանդ ապրում են Վարձով, դա ես այս տարի ամռան այնքան չարչարվեցի տան գնելու համար ու այնքան թղթեր հավաքել, սային ուզում, այն ուզում, վերջում պատրվակ բռնեցին, որ Արտուրը ավտոնոմ է աշխատում, այսինքն ինքն իր համար ու կետեր կար, որ չէր համապատասխանում, դա պետք է բարձրացվեր եւ այլն, ու այսպես հասկացա, որ թողել են, ուղղակի այս տարի թող, հետո կփորձես մի քանի տարի հետո, եթե ոչ հաջորդ տարի, թող ու մի մտածի այդ մասին, ինչը լինում է, կլինի իր ժամանակին, ոչինչ մեր ձեռքերում չէ, այսպես կախարդական փայտիկ չունենք, բայց իմ ներսում կա այնքան մեծ հավատ, որ Աստված ինձ միշտ բոլոր տեսակ դժվարություններ դուրս է բերել, ես սա դժվարություն չեմ համարում, որովհետև այստեղ մենակ լինելով շատ դժվար է տուն ձեռք բերել, դա ժամանակին իր հերթին, ես երբ որ հիմա այսպես նայում եմ ետևի ֆոնին, ինձ շատ լավ եմ զգում, որովհետև այս ամենը ստեղծել ենք ես ու իմ ամուսինը մեր շնորհիվ, մի բանը ես եմ գնել, մյուս բան ինքն է արել, այսպես, ու հիմա ունենք այս սիրուն փոքրիկ կոմպակտ ույուտ տունը, որ մեզ համար շատերը կտեսնենք ասեն այսպես, բայց մեզ համար սա շատ լավ է, շատ սիրուն է, նորաձև է, մի խոսքով, իսկ ինչ վերաբերում է տանը, տունն էլ կլինի ապագայում, երբ որ Աստված կկամենա սիրելիներս, երբ որ ժամանակը կգա,
Այսօր այսպես մի տեսակ լիքն է ես տարբերակում, մտածեցի խոսեմ, թե չէ, դու ասացի, հա, պետք է խոսեմ, ասեմ, որովհետև տեղն եկած ժամանակ պետք է, անհրաժեշտ է։ Դե սիրելիներս, կիսվեք մեկնաբանությունով, տեսնեմ համամիտ եք ինձ հետ թե ոչ, էլի ասում եմ կխնդրեմ բաժանորդագրվել, անտարբեր չանցնել, հավատացեք ձեր բաժանորդագրվելը ձեզանից ոչինչ չի տանելու սիրելիներս, բայց մեր փոքրիկ ալիք ունեցող մարդկանց համար դա շատ կարևոր է, ուստի ձեր օգնությունը կխնդրեի, որ ուղղակի սեղմել զանգակոճակը, կիսվել ձեր ընկերների ու հարազատների հետ իմ ալիքով և սիրելիներս այսօր էլ այսքանը, շնորհակալ եմ իմ մշտական հետևորդներին, որ ինձ հետ եք, որ միշտ ջերմ խոսքեր եք հղում, սիրում եմ բոլորից շատ, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, մնացեք բարով և խաղաղությամբ, բարի գիշեր։